Բարի երեկո արգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորության տեխնացու Էդգար Ղազարյանին։ Բարի երեկո, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, Հանրապետության օրը դուք եւս Հանրապետության հրապարակում եք, մասնակցեցիք զորահանդեսին, տեսակ վերջին տարիներին գնված սպառազինությունը, ռազմական տեխնիկան։ Ինչը ձեր սրտով չէր, ինչը կփոխեիք։ Նախ դա պարզվեց, որ զորահանդես չի, ես գնացել եի որպես զորահանդես, բայց հետագայում վարչապետը հայտարարեց, որ դա հաշվետվություն է, բայց եթե դա հաշվետվություն է, ապա դա տգիտության դրսևորում է, որովհետև կառավարությունը ազգային ժողովին այդ ձևով պետք է հաշվետվություն ներկայացնի։ Եթե հաշվետվություն է ներկայացվում սպառազինությունից ձեռք բերելու վերաբերյալ, ապա պետք է ոչ թե ցուցադրվեն մետաղներ, այլ ցուցադրվեն դրանց տեխնիկական պարամետրերը, դրանց գնման պայմանագրերը, որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն եւ գնահատեն։ Արդյոք գնվել է այն, ինչ որ անհրաժեշտ է, արդյոք գնվել է մատչելի գնով, թե թանկ գնով, արդյոք դա կլուծի զինված ուժերի առջև դրված խնդիրները, որովհետեւ ոնց հասկացանք իր խոսքից, զինված ուժերը խնդիր չունեն հայրենիք պաշտպանելու, եւ սա ընդհանրապես քաղաքական ցուցադրություններ։ Իդեպ ասեմ ձեզ, որ շատ խորհրդանշական օրեր են դրվել, որովհետև մայիսի 28-ը մեզ համար հանրապետության տոն է, բայց Ադրբեջանում այդ օրը նշվում է որպես ազգային տոն։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանում զորահանդես կազմակերպվում է Ադրբեջանի ազգային տոնի կապակցությամբ, երբ որ մինչ այդ Հայաստանում բոլոր զորահանդեսները կազմակերպվել են Հայաստանի ազգային տոնի սեպտեմբերի 21-ի կապակցությամբ, այսինքն նա կարող էր զորահանդես կազմակերպել սեպտեմբերի 21-ին։ Գիտեք, ասեմ, այդ օրը պարզվեց, որ մեր սպաների եւ զինվորների ուսադիրների վրա այլևս լինելու են այն նույն ուսադիրները, նույն աստղերով, որը կրում են Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակի զինծառայողները, փոխել են հնգաթև աստղը ութաթև աստղի, որը կիրառվում է առավելապես մուսուլմանական երկրներում։ Փոխվել է բանակի գլխավոր խորհրդանիշը, մարտական դրոշը, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու, ինչը որ նշանակում է, որ մի կողմ է դրվում մեր բանակի ամբողջ մարտական ուղին, այդ թվում այն փառայեղ հաղթանակները, որը մեր բանակը եւ զինված ուժերը ձեռք են բերել նաեւ Արցախյան պատերազմում։ Այնպես որ այդ միջոցառումը շատ խորհուրդներ ունի եւ ի վերջո աղավնիներ թերցնելու խորհուրդը, որտեղ չգիտես ինչու աղավնիներ թերցնելու զորամիավորման հրամանատարը Ալփի Դավոյանը չէր։ Պարոն Ղազարյան, նախընտրական վերջին շաբաթն է եւ այս քարոզարշավի ամենակննարկվող թեման դարձավ, այսպես ասած, 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման թեման։ Իշխանությունը շարունակում է պնդել, որ իրենք երբեք նման բան չեն քննարկել, չեն պատրաստվում քննարկել, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանին այդ հայտարարության համար դատի են տալիս։ Հիմա այս հարցի ապացուցելիությունը ինչպես է լինելու։ Նախ իսկ ով ասում, որ այս իշխանությունները ադրբեջանցիները որևէ բան քննարկում են։ Ես օրինակ հիշում եմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը Տավուշից տարածքներ հանձնեց Ադրբեջանին, 4 գյուղեր իրենց հարակից տարածքներով, ադրբեջանցի մի լրագրող հարցրեց Ալիևին, թե ինչպես ձեզ հաջողվեց Հայաստանի հետ բանակցել եւ այդ բանակցությունների դիալոգ ձևավորել եւ այդ տարածքները վերադարձնել Ադրբեջանին։ Նա շատ ազնվորեն ասաց, ճիշտ ասած, դա ոչ մի դիալոգի չի եղել, դա մոնոլոգի արդյունք է եղել, մենք պահանջել ենք, իրանք մեր պահանջները կատարել են, ինչ դիալոգի մասին է խոսքը։ Ադրբեջանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունները իսկապես դիալոգ, հարցերի քննարկում գոյություն չունի։ Ունի հանձնարարություններ, որոնք Նիկոլ Փաշինյանը կատարում է։ Իսկ Ալիևը այդ կապակցությամբ արդեն հայտարարել է, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչները 300,000 հոգու անունից պաշտոնապես դիմել են Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ապահովի այդ 300,000 առնվազն 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի տարածքում եւ միաժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը աջակցելու է եւ սատարելու է այդ համայնքին։ Այսինքն Ալիևի պատկերացումներով Արևմտյան Ադրբեջանն արդեն ստեղծվել է, Նիկոլ Փաշինյանը Արևմտյան Ադրբեջանի հայկական համայնքի ղեկավարն է եւ որը պիտի խոսի ադրբեջանական համայնքի հետ։ Ճիշտ նույն բանաձևով Իլհամ Ալիևը պահանջում էր 23 թվականին, որպեսզի Արցախի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպեն Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ եւ եթե հիշում եք, այդ հանդիպումները նաեւ Եվլախում տեղի ունեցան։ Հիմա նույն մոտեցումը ինքը ցուցաբերում, այսինքն այստեղ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների ասածներ ունեն 100-րդական նշանակություն։ Նրանք դարձել են Ալիևի բոլոր պահանջները կատարողները, իսկ Ադրբեջանի համար դա պետական քաղաքականություն է։ Նարեկ Կարապետյանը վերջերս նաև ասուլիսում ներկայացրեց այն հայեցակարգային փաստաթուղթը, որ Ադրբեջանում մշակվել է պետական մակարդակով,
Հայաստանի տարածք ադրբեջանցիներով բնակեցնելու, այսինքն միջոցառումների համալիր, որը ներառում է նրանց ոչ միայն տեղափոխումը, բնակեցումը, այսպես կոչված նրանց պատճառած վնասների փոխհատուցումը, որը պիտի իրականացվի Հայաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին, նրանց անվտանգության ապահովումը, որը հայկական ոստիկանությունը չի կարող իրականացնել, այնպես որ այս իշխանությունների խոսույթը 100-րդական է։ Մենք տեսել ենք, որ նրանք Ադրբեջանի բոլոր պահանջներն են կատարելու, եւ եթե մնացին իշխանության, ապա կատարելու են նաեւ այդ պահանջը։ Հետևաբար փոփոխությունները լուծելու է այդ խնդիրը, առավել եւս, որ Սամվել Կարապետյանը առաջարկել է հակասաֆարովյան օրենքի այսպես պայմանական անվանումով ընդունումը, որը բացառելու է ադրբեջանցիների ներկայությունը մեր երկրում, մեր հասարակական կյանքում, որովհետև եկողները դրանք ովքեր որ պլանավորում են գալ, նրանք սովորական ադրբեջանցիներ չեն լինելու, դրանք լինելու են այս պահին բանտերում ծանր հանցագործությունների համար պատիժը կրող մարդասպաններ, տարբեր տիպի հանցագործություններ կատարած անձինք, որոնք գալու են հայերին այստեղ բնաջնջելու։ Ոչ մի ադրբեջանցի հայերի հետ ապրելու մտադրություն չունի։ Եթե նրանք համատկեցության, համատեղ ապրելու մտադրություն ունեին, կարային գնային ապրեին հայերի հետ Աղավնո գյուղում։ Չէ, ասենք հայերը այնտեղ Աղավնոյում ապրում են, պիտի այդ գյուղը հանձնվեր Նիկոլ Փաշինյանը հանձներ Ադրբեջանին։ Ոնց էր բանաձևումը, որ հայերը այնտեղ կան, ադրբեջանցիներն կարող են գան ապրել։ Իհարկե ոչ, ասացին, որ բոլոր հայերը պետքա տեղահանվեն, վերջի օրերին նույնիսկ լույսը հոսանքը ջուրն էին անջատել, որ մարդիկ ապրելու հնարավորություն չունենան։ Հայերին տեղահանեցին, որ ադրբեջանցիները գան Աղավնոյում բնակություն հաստատեն։ Նույնն էլ ստեղ է լինելու։ Դրա համար սա շատ լուրջ հարց է, չափազանց լուրջ հարց է եւ մեր ժողովուրդը պետքա դրան շատ լուրջ վերաբերվի։ Պարոն Ղազարյան, ներքաղաքական օրակարգի մյուս շատ քննարկվող թեմաներից մեկը, այսպես ասած, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերն են, որի շուրջ դուք ձեր գործընկերները տարբեր առիթներով նշել եք, որ ուսուցիչներ, դպրոցական աշակերտներ են մասնակցում եւ այլն։ Այս հարցով իրավապահ մարմիններին դիմել եք։ Այո, մենք դիմումներ ներկայացնում ենք, բայց այդ դիմումները որպես կանոն մնում են անպատասխան։ Ինչու՞։ Որովհետև իշխանությունն են, բայց վարչական ռեսուրսը երբ է կիրառում, երբ որ գիտեն, որ դա անպատիժ ու անհետևանք է մնում։ Տեսեք, ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների դեմ քանի քրեական գործերը հարուցված, այսպես ասած, հանրահավաքների մարդկանց մասնակցությունը ապահովելու եւ այլնի համար։ Արման Թաթոյանի այդ բարձրաձայնումները, որոնք կոնկրետ փաստերով, ձայնագրություններով, սկրինշոտերով ներկայացում են դպրոցի տնօրենների եւ այլնի կողմից Արագածոտնի մարզում, Վայոց ձորի մարզում եւ այլն, որտեղ են նրանք պատասխանատվության ենթարկվել։ Լսել եք այդպես վարույթների մասին։ Հիշում եք, միտեղ կար Նիկոլ Փաշինյանը, որ ակնհայտ էր, էլի, որ ուսուցիչ աշակերտ դրոշներ բան չէ, ասեն կազմակերպված բը, ասում դպրոցի տնօրենները իրանք հրաժարականի դիմումներ են գրել, բայց նրանք պաշտոնից չեն հեռացվել։ Ինչ հրաժարականի դիմում, մնացած բոլոր դեպքերում դուք քրեական գործ եք հարուցում, մարդկանց տանում եք միջնորդություն եք ներկայացնում, որ կալանավորեն այդ մարդկանց այդ ձերբակալություններն ու տնային կալանքը արդեն դառել է մեզ համար սովորական մի հատ երևույթ։ Բայց իրանց կողմնակիցների նկատմամբ դա չի արվում։ Այնպես որ սա միակ դեպքը չի, մենք արդեն դուք խոսքի սկզբում ասացիք, որ քարոզարշավը մոտենում ավարտին, բայց մենք ինչ պայմաններում ենք այդտեղ կա։ Դից էլ ուժեղ Հայաստանի դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունեցավ գնալ հանդիպելու ընտրողների հետ, ստիպված ինքն է իր տան դռները բացել, որովհետև նա զրկված է այս տաղավար գալու եւ այստեղից հարցազրույց տալու, զրկված է ընդհանրենք այսօր Արաբկիրում հանդիպում ունենալու, զրկված էր Գյումրի այցելելու հնարավորությունից։ Սա անհավասար մրցակցային պայմաններ է, որոնք հանիրավի են ստեղծված։ Կամ մեր թիմակիցների նկատմամբ բոլոր շտաբերում համարյա ամբողջ հանրապետություններում խուզարկություններ, արգրավումներ, ձերբակալություններ, համակարգիչներ են արգրավում, տեխնիկական միջոցներ են արգրավում, վախի մթնոլորտ են ստեղծում, թույլ չեն տալի մարդիկ մեզ հետ համագործակցեն։ Եվ անգամ այս պայմաններում, այս անհավասար մրցակցային պայմաններում մենք չափազանց լավ դիրքեր ունենք, որովհետև ժողովուրդը իսկապես սպասում է փոփոխությունների եւ շատ մեծ վստահություն ունի եւ Սամվել Կարապետյանը եւ նրա շուրջ համախմբված ուժեղ Հայաստան թիմի նկատմամբ, որովհետև որ ասում եք ուժեղ Հայաստան, դա այլևս ոչ միայն մեկ կուսակցություն է, այլ նաև դա կուսակցությունների դաշինք, որոնց անվերապահ աջակցություն են հայտնել Ռաֆի Հովհաննիսյանի առաջնորդած Ժառանգություն կուսակցությունը, Հրանտ Բագրատյանի առաջնորդած Արդարություն կուսակցությունը, Կայունություն կուսակցությունը, Ապրելու երկիր կուսակցությունը, մատիվ կուսակցություններ կան, որոնք առհասարակ ընդդիմադիր բոլոր ուժերին են աջակցելու հայտարարությունները չեն մասնակցում ընտրություններին, այդ թվում ուժեղ Հայաստանի։ Այսինքն Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվել է լայն հանրային մի հատ համախմբում։ Պարոն Ղազարյան, իշխանությունն առաջարկում է նաև վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հեշտացված կարգով նորից հնարավորություն ընձեռել։ Դուք այս քայլը նախընտրական քայլ եք որակում, բայց մյուս կողմից
ունենք կառավարություն, որը պետք է իր գործառույթները կատարի, որտեղ է կարմիր գիծը, որպեսզի սա չհամարվի նախընտրական խոստում կամ իրավունքների իրականացում։ Ձեր ասած առաջի դեպքը չի, երբ որ իշխանության ներկայացուցիչները, ովքեր մասնակցում են ընտրություններին, վարչական ռեսուրսի եւ իշխանական լիազորությունների չարաշահում են իրականացնում եւ այդ կապակցությամբ ԵՀԿ ԺՄԻԳ-ը, այսինքն ժողովրդավարության հաստատությունների մարդու իրավունքների գրասենյակը, ունի շատ հստակ ձեռնարկներ, կարգավորող ուղեցույցներ, որտեղ որ ընդգծվում է, թե որ դեպքում է իշխանության մարմնի ներկայացուցիչի գործողությունները տրամաբանորեն համընկնում նրա լիազորությունների հետ եւ որ դեպքում դա ունի քաղաքական բնույթ։ Օրինակ, այդ զորահանդես կոչված արարողությունը ակնհայտ է, որ դա բանակի, երկրի մարտունակության ոչ մի բանի հետ կապ չունի, դա բացարձակ քաղաքական ակցիա է։ Նույնը ասենք թոշակները բարձրացնել ընտրություններից 2 ամիս առաջ, դա մաքուր ընտրակաշառք է, ես դա զգացել եմ մարդկանց հետ խոսալուց, այսինքն ես խոսում եմ մարդկանց հետ, ասում եմ Նիկոլը ինձ 20,000 դրամ փող ա տվել, դու ինչ ես տվել։ Այսինքն հստակ ընդգծում է, որ իր որպես ընտրողի դիրքորոշումը պայմանավորված է ոչ թե նրա պաշտոնավարման 8 տարիների ձեռքբերումներով կամ ապագայի ծրագրերով, այլ այն 20,000 դրամով, որ ինքը ստացել է վերջի 2 ամսին, կամ առողջապահության այդ ապահովագրությունը, չի ասում եմ ես պիտի վիրահատության համար մուծեի 4 միլիոն դրամ, չեմ մուծե, ինձ վիրահատել են։ Այսինքն ինքը պատրաստվում է ընտրել միայն այդ 4 միլիոն դրամի համար, դա մաքուր ընտրակաշառք է, ոնց ուզում ես ձևակերպի, այստեղ ԵՀԿ էլ պետք չի։ Դա տրամաբանական է, որ դա լիազորության իրականացում չի։ Անում էիք, կառավարության ծրագրում նախատեսված էր 2 տարի առաջ անեիք։ 3 տարի առաջ անեք։ Այդ ոնց եղավ եկավ ձեր բոլոր ծրագրերը դպրոցների իբր կառուցելու եւ 230 դպրոց են փակում։ Մի քանի դպրոցի պատերը ներկելով ներկայացնում են իբրև դպրոց։ Ընդ որում փակում են իրենց կառուցած դպրոցները, գիտեք։ Ասենք, այս վերջերս падգամավորներից մեկը իրանց ներկայացնում է Տաշիր խոշորացված համայնքում Մեղրաձորում մի դպրոց, որը նախատեսված է 65 աշակերտի համար, երբ որ այս տարի մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները փակվում են, այսինքն կառուցել են փակվող դպրոց։ Դուք հայտարարում եք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Ովքեր են նրանք։ Դա մենակ ես չեմ ասում, դա բոլոր իրավապաշտպաններն են ասում, դրանք այն մարդիկ են, ովքեր բանտարկված են իրենց հայացքների համար։ Սամվել Կարապետյանը, դա ակնհայտ քաղբանտարկյալ, Բագրատ Սրբազանը, ակնհայտ քաղբանտարկյալ, մեր Միքայել Սրբազանը, որը էլի տնային կալանքի ռեժիմը հանիրավի, ակնհայտ քաղբանտարկյալ։ Եվ մնացած բոլոր այն գործիչները մեր շարքերում Մամիկոն Ասլյանը, որ եղել էր քաղբանտարկյալ, նույնիսկ եթե մարդիկ հիմա ազատության մեջ են, բայց քրեական հետապնդումների են ենթարկում հայացքների համար, նրանք քաղբանտարկյալ են։ Օրինակ ես ճիշտ ազատության մեջ եմ, իմ խոսքն է սահմանափակված։ Ես նայեք, հիմա падգամավորի տեխնացու եմ, մեղադրյալի կարգավիճակ ունեմ, խոսքի համար, եւ հիմա դատանի որոշմամբ իմ խոսքի սահմանափակում կա։ Ես էլ եմ քաղբանտարկյալ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հանիրավի, բացառապես իրենց քաղաքական հայացքների եւ քաղաքական դիրքորոշումների համար հետապնդումներ են ենթարկում, նրանք մեր բոլոր թիմակիցները, կարծեմ արդեն 70-ից ավել քրեական գործեր են հարուցված, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներ մայիսի 28-ին գեներալական կոչում է ստանում։ Պարզա չէ ինչի համար է դա ստանում։ Այդ բոլոր այդ մարդիկ, մեր գրասենյակի աշխատակիցները, ովքեր հետապնդումներ են ենթարկում ուժեղ Հայաստանի թիմին աջակցելու, քարոզություն իրականացնելու համար, նրանք բոլորը քաղբանտարկյալներ են։ Իշխանությունը վերջին տարիներին հաճախ եւ հատկապես իշխանափոխությունից հետո հաճախ հայտարարում էր, որ գործող դատական համակարգը նախկինից է մնացած, ծառայում է նախկին իշխանություններին եւ չի արտահայտում ժողովրդի պատկերը եւ այսպես ասած անկախ չեն։ Հիմա դուք եք ասում, որ դատարանները անկախ չեն։ Եթե իշխանության գաք, այս հարցը ինչպես եք լուծելու, որ դատական գործադիր եւ օրենսդիր իշխանություններ ունենան։ Գիտեք, այդ հարցում նորամուծություն անելու կարիք չկա, որովհետև դա հենց մեր երկրի սահմանադրական հիմունքներն է, սահմանադրական կարգի հիմունքներն է պայմանավորում իշխանության 3 թևերի տարանջատումը եւ նրանց գործերին չմիջամտելը։ Միայն ֆունկցիոնալ գործունեություն այդ խնդիրը լուծում է։ Մենք երաշխավորում ենք արդարության եւ արդարադատության հաստատումը եւ արդար դատական համակարգի իրականացումը, նաեւ որպես այդ անարդարությունների զոհ դարձած մարդիկ։ Այսինքն Սամվել Կարապետյանը, ով որ այդ անարդարությունների, այդ արդարադատության պակասի զոհն է, որովհետեւ ակնհայտ անմեղ անձ, որը ենթարկվում է քրեական հետապնդումների իր ազնիվ եկեղեցապաշտպան գործունեության համար, ամեն ինչը սկսվեց նրա այդ 2 բառից կազմված արտահայտությունից, չէ՞, մեր ձևով եկեղեցին պաշտպանելու գաղափարից։ Այն մարդը, ովքեր որ
եւ ոչ միայն նա, մեր թիմում շատ կան այդ մարդիկ, ովքեր այդ կարգավիճակում են։ Այդ անարդարությունների զոհն ենք դարձել։ Մենք ամենաշատն ենք գնահատում եւ հասկանում իրական անկախ դատական համակարգի կարեւորությունը եւ երաշխավորել ենք դրա գոյությունը։ Տնտեսական ծրագրերից խոսենք, պարոն Ղազարյան, Հայաստանը Միացյալ Նահանգների հետ քննարկում է TRIP-ի իրագործման ծրագիրը, բայց եթե կհիշեք 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետով ըստ հայտարարության եւ ըստ փաստաթղթերի հայտարարվում էր, որ Հայաստանը պետք է անխոչնդոտ անցում ապահովի Ադրբեջանի երկու հատվածների համար եւ այդ ճանապարհի վերահսկողությունը պետք է տրվեր Ռուսաստանի սահմանապահ ուժերին։ Հիմա կա TRIP-ի ծրագիրը, որը բացառում է ռուսական ներկայություն։ Եթե դուք իշխանության գաք, ամբողջությամբ TRIP-ի ծրագրից հրաժարվելու եք, օգտագործեք ռուսական տարբերակը, թե ինչ ծրագրեր ունեք։ Նայեք, մենք խնդրին վերաբերում ենք ֆունկցիոնալ նշանակությամբ ըստ Հայաստանի Հանրապետության շահերի։ Այն փաստաթղթերը, որոնք հիմա ստորագրվել են, ունեն մի առանձնահատկություն։ Դրանցից ոչ մեկը վավերացված չի եւ ոչ մեկը Հայաստանի Հանրապետության պարտավորություն չի, որպիսի իշխանության փոփոխությունը հանգեցնի դրա ամբողջական կատարման, որտեղ ոչ այդ ձեր ասած փաստաթղթերը ոչ Հայաստանի, ոչ Ռուսաստանի, ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ Ադրբեջանի խորհրդաները չեն վավերացրել։ Որևէ երկիր դրա առաջ պարտավորություններ չունի։ Ոնց ենք մենք վերաբերվում ապաշրջափակման խնդիրներին եւ սահմաններ բացելու խնդրին ըստ Հայաստանի շահերի։ Այն ինչ որ հիմա գոյություն ունի, դա ընդհանրապես Ադրբեջանի երկու հատվածները, հիմնական մասը Նախիջևանյան անկլավին կապող ճանապարհի հաստատումը։ Դա մեզ հետաքրքիր չի։ Մեզ հետաքրքիր են միջազգային ենթակառուցվածքը, դրա միջազգային նշանակությունը, որ այդ տարածքով իրականացվեն միջազգային բեռնափոխադրումներ, տարբեր երկրներ։ Հայաստանը դրանից իրապես օգուտներ ունենա։ Դա հնարավորություն տա նաև հայկական բեռներին, ոչ միայն այդ, այլ նաև ապաշրջափակման արդյունքում այլ տարածքներով հայկական բեռները հասանելիություն ունենան այլ երկրների շուկային, մեծացվի մեր երկրի տնտեսական գրավչությունը։ Դրա համար ի՞նչն է մեր մոտեցումը, որ բոլոր այն պոտենցիալ շահառուները, ովքեր այդ տարածքով պետքա ապրանք փոխադրեն, բեռնափոխադրում ունենան, իրենք նաև երաշխիք տան, որ այդ ճանապարհը անվտանգ գործելու հնարավորություն ունի։ Առայժմ նման երաշխիք գոյություն չունի, այսինքն դա ընդամենը գոյություն ունեցողը ճանապարհ է Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար։ Դա Ադրբեջանին հետաքրքիր է, մեզ հետաքրքիր չի։ Մեզ հետաքրքիր է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը որ այս իշխանությունը չեն կարողացան։ Հələ հիշեք, այդ խաղաղության խաչմերուկ, չէ՞, այն կապույտ բուկլետը 2022 թվից բաժանում են, 22 թվից, հիմա 26 թիվն է։ Ու այդ խաղաղության խաչմերուկը գոյություն չունի։ Հələ հիշեք, երբ էին խոստացել, որ պիտի հայ-թուրքական սահմանը բացվի երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական ազնագիր ունեցողների համար 23 թվի հուլիսի 1-ին։ Հիմա 26 թվի հուլիսի 1-ն է մոտենում։ Այդ սահմանը դեռ չի բացվել, որտեղ իրանք ի վիճակի չեն այդ խնդիրները լուծելու։ Մեզ հետաքրքիր են իրական ապաշրջափակման խնդիրների լուծումը, ինչը հնարավոր է նաև միջազգային այլ դերակատարների ներգրավվածության եւ նաև նրանց տրված երաշխիքների արկայության պայմաններում։ Վերջին շրջանի ամենաքննարկվող թեմաներից մեկը, պարոն Ղազարյան, Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին է վերաբերում, Մոսկվայից հաճախ են հայտարարում, որ Երևանը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կողմնորոշվի։ Մնում է Եվրասիական տնտեսական միությունում, թե գնում է դեպի Եվրամիություն։ Դուք որ ուղին եք ընտրում։ Նայեք ոնց է։ Ցանկացած երկիր ունի միջազգային պայմանագրեր, որը ստանձնել է այդ պարտավորությունները, որը պետք է կատարի։ Հայաստանը եւ ԵԱՏՄ-ի հետ ունի պայմանագրեր, որով Հայաստանը դարձել է այդ կազմակերպության լիարժեք անդամ եւ ստանձնել է պարտավորություններ եւ օգտվում է այդ կազմակերպության անդամակցության օգուտներից, որոնք մեր երկրի պարագայում չափազանց մեծ են։ Միաժամանակ Հայաստանը ունի նաեւ Եվրոպական միության հետ կնքված SEPA-ի համաձայնագիր, որը իր հերթին նախատեսում է հարաբերությունների զարգացում Եվրոպական միության հետ։ Ընդ որում SEPA-ի համաձայնագիրը կնքվել է ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո, Հայաստանը միակ երկիրն է եղել, որ լինելով ԵԱՏՄ-ի անդամ, Եվրամիության հետ խոր ընդլայնված համագործակցության պայմանագիր է կնքել։ Այսինքն հակասություն այդ երկու պայմանագրերի, երկու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում մենք չունենք։ Հետևաբար մեր մոտեցումն է ոչ թե կոնֆլիկտ հրահրել Եվրոպական միության, ԵԱՏՄ, առավել եւս որ հիմա իրանք իրար մեջ կոնֆլիկտի մեջ են ռազմական իմաստով։ Ամենամեծ պատժամիջոցներն այսօր կիրառում Եվրոպական միությունը ԵԱՏՄ-ի առանցքային երկրի Ռուսաստանի, նաև Բելարուսի նկատմամբ։ Այդ պայմաններում մեր խնդիրը բալանսավորված քաղաքականություն, այսինքն եղած պարտավորությունները կատարելն, այսինքն մնալ ԵԱՏՄ-ի անդամ
եւ զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ, ինչքան որ դա հնարավոր է։ Իսկ իրենք ասեմ դες ՍԵՊԱ-ի համաձայնագիրը կնքվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Վավերացվել եւ ուժի մեջ ամտել իր պաշտոնավարման շրջանում։ Եվ այս 8 տարիների ընթացքում մի քայլ չեն իրականացրել դրա դրույթները կյանքի կոչելու համար։ Նայեք, հիմա են չի ասում վիզաների ազատականացում, բիոմետրիկ անձնագրերի համակարգ Հայաստանում ներդրված էր 19 թվին են հանել։ Բիոմետրիկ անձնագրերը Լեհաստանում էին, ես էի դեսպանը, Պևու ընկերություններ Լեհաստանում զբաղվում ոչ միայն անձնագրերի տպագրությամբ, այլև այդ ամբողջ կենսաչափական անձնագրերի համակարգի տվյալների բազաների ստեղծման հարցերով։ Իրանք են չեղարկել, այսինքն եթե իրենք նպատակ ունենային Եվրամիության հետ իրապես հարաբերություններ զարգա, վաղուց պիտի այդ ազատականացման խնդիրը վիզաների լուծված լիներ։ Իսկ հիմա հակառակն է, արտաքին գործերի փոխնախարար ազգային ժողովում հայտարարել էր, որ իրենք հետընթաց ունեն վիզայի ազատականացման հարցում, որտեղ հերթերը շատացել են, турքերի գումարները ավելացել է, մերժումները շատացել են։ Ընդամենը չգիտեմ ինչի Նիկոլ Փաշինյանի թվում է, որ այդ թոշակառուներն են մեր կպել են այդ լառնակային առավոտից իրիկուն, լառնակա։ Մեր թողարկումը մոտենում է ավարտին, կխնդրեմ ձեր կարճ մեկնաբանությունը հունիսի 7-ին սպասվող ընտրությունների ընթառաջ։ Ինչու քաղաքացին պետք է ձեզ ձայն տա։ Նախ ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին հունիսի 3-ին ժամը 19:00-ին լինել Հանրապետության հրապարակում։ Ուժեղ Հայաստանը հրավիրում է բոլորին մեծ հանրահավաքի, որտեղ կներկայացվեն նաև մեր հիմնական թեզերը, կլինի Սամվել Կարապետյանի տեսաուղերձը, ցավոք սրտի նա չի կարող ներկա գտնվել հանրահավաքին, իսկ ընտրություններին անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքացիները առանց բացառության մասնակցեն ընտրություններին։ Սա սովորական ընտրություն չի, որpիսի մարդիկ որոշեն, թե որ քաղաքական ուժին են, ըստ իրենց հայեցողության, ըստ իրենց ծրագրերի։ Սա 300,000 ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելու եւ 300,000 աշխատատեղ հայաստանցիների համար ստեղծելու ընտրություն է։ Պետք է մասնակցեն ընտրությանը եւ անպայման ամենամեծ հարգանքը ցուցաբերեն 3-րդ համարի քվեաթերթիկի նկատմամբ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի տեխնացու Էդգար Ղազարյանի հետ։ Կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։